Հիդրոթերապևտաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՕԱԿ-ից տեղեկացնում են եղանակի կանխատեսման մասին հունիսի 30-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում։ Երևանում հունիսի 30-ի ցերեկը, հուլիսի 2-ի և 5-ի երեկոյան, հուլիսի 3-ի գիշերը և երեկոյան, հուլիսի 4-ի գիշերը քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, սպասվում է քամու ուժգնացում, ամպրոպի ժամանակ 17-ից 20 մետր/վայրկյան արագությամբ, երեկոյան ժամերին 15-ից 18 մետր/վայրկյան արագությամբ, հուլիսի 1-ին 4-ի ցերեկը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Մարզերում հունիսի 30-ի ցերեկը շրջաների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ հորդառատ։ Հուլիսի 1-ին 3-ից 5-ին գիշերը կեսօրից հետո, հուլիսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ քամին հարավ-արևմտյան 2-ից 5 մետր/վայրկյան, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-ից 22 մետր/վայրկյան արագությամբ, օդի ջերմաստիճանը հունիսի 30-ին կնվազի 2-ից 4 աստիճանով, հուլիսի 1-ին նույնքան կբարձրանա։ Իսկ այժմ օրվա այլ կարևոր լուրերի մասին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագիրը։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից էլ հայտնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վրաստանի ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների դեպարտամենտից և Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփան-Ցմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Իսկ այսօր գիշեր երկրաշարժ է տեղի ունեցել Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք։ Հունիսի 30-ին տեղական ժամանակով ժամը 1:51-ին, Գրինվիչի ժամանակով հունիսի 29-ին ժամը 21:51-ին Ներքին գործերի նախարարության սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ Մարտունի քաղաքից 8 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 2.2 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-ից 3 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում, ինչպես նաև Երանոս, Լիչք և Զոլաքար գյուղերում 2 բալ ուժգնությամբ։ Ճանապարհատրանսպորտային պատահար է գրանցվել Երևան-Մեղրի ավտոճանապարհին, կան տուժածներ։ Հունիսի 20-ին ժամը 20:39-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքի Ջերմուկի խճուղում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Հերթական անթույլատրելի միջադեպն է տեղի ունեցել հասարակական տրանսպորտում 46 համարի ավտոբուսի վարորդը բռնության է ենթարկվել ուղևորի կողմից։ Այս մասին Facebook իր էջում գրել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը։ Դեպքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ոստիկանություն, հավելել է նա։ Միքայել Սրբազանն էլ հրաժարվեց դառնալ վարչապետ։ Մեր առաջնահերթ խնդիրը Միքայել Սրբազանի շահերի պաշտպանությունն է։ Այս մասին այսօր հունիսի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աճապահյանի փաստաբանական խմբի անդամ Արա Զոհրաբյանը, անդրադառնալով անվստահություն հայտնելու գործընթացում Միքայել Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելուն։ Հիմա տեսեք իրեն մեղադրում են, ասում են դուք ռազմական հեղաշրջման, այսինքն իշխանությունը զավթելու կոչերով եք հանդես եկել։ Սրբազանն ասում է ես այդպիսի կոչեր չեմ արել, ինչ էլ ասել է դա քննադատություն է։ Դրան զուգահեռ պրոցես է գնում, որով ասում են ինքը մեր վարչապետի թեկնածուն է։ Հիմա պատկերացրեք պաշտպանական կողմի տեսակետից կարծես ուզում են դիտավորյալ կապակցել, որ հիմնավորեն այս կոչերի տրամաբանական կապը։ Ավելին ասեմ, երբ որ ձեր հետ հարցազրույցի ժամանակ հենց այդ օրը եկեղեցու բակում, երբ որ մեկը հարցրեց դուք այդպիսի բան եք ասել, Սրբազանը նույնիսկ այդտեղ պոռթկաց։ Ասաց այո, ասել եմ, լավ եմ արել, էլի եմ ասում, այդ հատվածը իրենք բերել էին դատարան և փորձում էին ապացուցել,
որ ինքը կրկին նույն հանցագործությունը կատարելու է որպես կալանքի միջնորդության հիմնավորում, այսինքն իրենք ամեն ինչ ֆիքսում են, որ մի բառ պոկեն և օգտագործեն սրբազանի դեմ։ Դրա համար հենց այդտեղ սրբազանի համաձայնությամբ մեր 5 պաշտպանների ներկայությամբ այդ տեքստը կազմվեց և այդ տեքստը մենք որոշեցինք հրապարակել, երբ որ կավարտենք ու դուրս կգանք։ Դրա համար, երբ որ ավարտվեց այդ քննչական գործողությունները, ես հենց շենքում հրապարակել եմ այդ հայտարարությունը և դուրս եմ եկել, լսել եմ լրագրողների հետ խոսել, ընդգծել է Արա Զոհրաբյանը։